Բարի լույս ընկերներ, էլի եկել եմ իմ նույն վայրում, չորացած ծաղիկներով, բայց դե ինչ կա, էտա, պետք է համակերպենք, այս երկրում սենց է, բայց տեսեք այս անգամ մոխրաման չկա, բարեբախտաբար հավաքել են, պատկերացնում եք, մտա մի փոքր գրումներ արեցի, տունը ձեզ ցույց կտամ իհարկե, սուրճս խմեմ, գնամ եւս 1-2 խանութ ու գնամ տուն, օրս սկսելու ընկերներ, բարի օր։ Ժողովուրդ եկել եմ Տեձի, մի քանի բան եմ ուզում առնեմ այգու համար, ու ստեղ նայեք հլը, արդեն ամբողջ աշնանային կոլեկցիան աստեղ, դեկորի, մոմերի, ես շատ դուրս եկամ, ստելիքը բաներ կա սիրուն շատ, նույնիսկ սենց բաներ դրանը, ամրացնելու, սիրունացնելու, մի բան ասեմ, ես տենց եմ սիրում, ես աշնանց եմ ածիկան, ահա, որ հլստեն նայք, ես կգժվեմ կտրտելու բաներ, տարբեր խոհանոցի, շատ սիրուն է, գունային գաման իհարկե խերինթացնող է, բահլես իրանց նայեք, հել ինչ սիրուն են, դեկորացիաներ անել, հել նայեք ինչ լավ, ու գները դե չասեմ էլի, ամեն մեկը 1, 2, 3 եվրո, հլես իրանք ինչ լավն են, փաստրեն վերջ, հա, մեր մոտ ամառը հələ չի սկսել, ես հələ ոչ միտեղ չեմ հանգստացել, բայց դեղ արդեն պատրաստում են աշնանը ժողովուրդ, հələ նայեք այս տաբլիչկեքը ինչ լավն են, ինչ ասա կոչվում, չգիտեմ, պլակատներ, չգիտեմ ոնց ասեմ, դրանը կպցնելու տարբեր տեղի, նայեք ինչ սիրուն է, վերջն է կոլեկցիան իհարկե ժողովուրդ, ով որ ունի Տեձի, մի հատ մտեք նայեք, օ, հələ ստեղ նա, ես ես պետքա չտեսնել, պետք չէր որ ես սա տեսնեի, հələ բայց արկղիկները, ծղոտի բոլոր, ես խենթացնողը, ես գժվեցի, ես այս սրանց վրա, ես գժվեցի, ես գույների, բա հələ ես վերևները ինչ սիրուն են ես ծղոտի, ես բոլոր արկղիկները, հələ ստենայեք, շատ սիրուն կոմպոզիցիաներ են մտածել, հոմ, ես ինչ ախով, շատ սիրուն է ժողովուրդ, ինչ ճիշտնա, շատ ճաշակով էր ամեն ինչ, շատ գեղեցիկ է, այսպես չի սպասում, արդեն պատրաստվում են աշնան, լավ, ես գնացի, արդեն արեցի ամեն ինչ, ինչ որ պետք է անեի, հիմա քայլելով գնում եմ դեպի տուն ընկերներ, հետո ձեզ ցույց կտամ ինչ եմ գնեմ, ուզում էի մի հատ կոմենտի անդրադառնայի, որ օգտատերից մեկը գրել էր, կապված նրա հետ, որ խոսում եմ հարևանի հետ խնդրի մասին և այդ օգտատերը նշել է, որ հարևանը ցույց է տալիս արդեն, որ ես եկած եմ, այսինքն էմիգրանտ եմ և այլն, ես արդեն նշեցի, որ խոսքը գնում է սովորական, հարևանական խնդիրների մասին, պատ, ջուր, հողի կտոր և այլն, բայց մարդիկ կան, որ ցանկացած պահը չեն ուզում բաց թողնեն և ամեն ինչը ուզում են կապեն, որ այ որտև դուք էմիգրանտ եք, այ ձեզ տեղ չեն ընդունում, այ դրա համար սենց նենց, ժողովուրդ, եթե տենց բան լիներ, նախ ես կասեի, որ տենց բան կա, չեմ տեսնում ոչ մի ամոթ բան դրա մեջ, երրորդ ես հասկանում որ դա ձեր ցանկություններն է ներքին, որ իրոք այդպես լինի, որ ինչ-որ մեկը ձեզ ասի, այստեղ վատ է, մեզ վատ են վերաբերվում և այլն, բայց դա այդպես չի։ Կան իհարկե բաներ, կան ռասիստներ, ամեն ինչ էլ կա, բայց պետք չի ամեն ինչը դրա հետ կապել և անընդհատ ձեզ թող չթվա, որ մարդիկ բանուգործ չեն նստած նայում են դուք էմիգրանտ եք, թե ոչ, այդքանն է ուզում ասեի։ Ուզում եմ ձեզ ցույց տամ, տեսեք ստեղ ինչ կանաչ է, ու շատ հետաքրքիր ձևով է կազմակերպված այգին, սա սովորական բնակելի շենքեր են, մեջտեղներով ես ուղղակի գնում եմ, ես տենց ավելի արագ եմ հասնում տուն, ուղղակի ձեզ ուզում եմ ցույց տամ այս բլուրը, ինձ են զարմացրել այս առաջին անգամ, երբ որ ես տեսել եմ, սովորաբար այգիները սենց հարթ են, չէ, ոնց որ սա է, եթե ուշադիր լինեք, այս բլուրի մասը բարձր է, ոնց որ արհեստական սենց անտառի նման բան են ստեղծել, արհեստական սար, ու այս ծառերը ամբողջությամբ սենց վրան աճացրել են, շատ յուրահատուկ բան է, իմ ուշադրությունը սա գրավեց, երբ որ ես առաջին անգամ տեսա, որտև ես սենց բան չէի տեսել, որ արհեստական, սովորական այգում, պարկում,
Այսենց մեծ բլուր ստեղծեն։ Բավականին մեծ է իդեպ, փոքր չի, մեծ բլուր է։ Նայեք, ինչ ուժեղ թեքություն ունի, այսինքն ես ուզենամ բարձրանամ, բավականին ինձ դժվար կլինի այստեղ բարձրանալ, ընկերներ, նայեք, ինչքան բարձր է, բայց շատ սիրուն է եւ շատ յուրահատուկ տեսք է տալիս, կարող եմ ձեզ ասեմ ամբողջ այս հատվածին։ Այս հատվածը փակ է շունիկներով խաղալու վայրն է, իրանց համար իրանք ստեղ են խաղում։ Այս հատվածը փոքրիկների խաղալու վայրն է, որտեղ փոքրներն են գալիս խաղալու։ Իդեպ ինչ այգին արդեն պատրաստ է։ Մենք հազվադեպ ենք գալիս խաղալու ընկերներ։ Ավելի շուտ մեր այգում ենք խաղում։ Ընկերներ ջան, այդպես որ շարունակեմ ճանապարհս։ Ժողովուրդ վերադարձա։ Եկեք դες արագ ցույց տամ ինչեր եմ գնել, ինչեր եմ հավաքել հետս այս անգամ։ Հետո ցույց տամ ինչքան է վճարել։ Բադր ջան, 3 հատ փոքր։ Այսպիսի բիբար։ Այստեղ ինչ ունեմ։ Ռիկոտա իմ սիրելի բնականաբար։ Այնուհետև ընկերներ ունեմ։ Բանան արժեքը անգամ 273 վերցրել եմ լվացած եւ տպված սալատ, վերցրել եմ այսպիսի տեսակի բիսկոտիներ, շոկոլադով, առանց ձու, առանց կաթ, հարուստ ֆիբրայով, այսինքն չեմ կարող հիմա ֆիբրան, այսպիսի ամբողջական սոյոնի հատիկից նախաճաշ երեխաների համար եւ աղբի տոպրակ։ Այս ամենի ես վճարել եմ օբ սուպերմարկետում 13 եվրո 83 ցենտ, այս մեկ ընկերներ, եկեք սենց դնեմ, որ չխանգարի մեզ։ Այնուհետև այգու համար տեյձից վերցրեցի այսպիսի բաներ, այսինքն այս սենց ենթադրում եմ դնելու իմ հողի մեջ, հեսա բաժանեմ իրարից, ուզում այս ձմերուկն ու սեխը վրան սենց մի կերպ հատատեմ, որտեղ շատ անգել եւ մի քիչ դժվար է շատ անգել հատակին այսպես դժվար է խնամել։ Ես որոշեցի փորձեմ սրանցով բարձրացնել, տեսնեմ ինչ կստացվի։ Ամեն մի հատիկը, այսինքն 2 հատիկը, հա, արժեր 3 եվրո ընկերներ։ Այնուհետև իմ պահարանի համար վերցրեցի այս դե հիմա գնա թարգմանի վերշոկա։ Կախիչ, չգիտեմ։ Վերցրեցի սա, ես իմը բոլորը ամբողջ այս սրտիկի ձևով այս բիլուրի նման կախիչներն են։ Երեխաների համար վերցրեցի այսպես լավ թղթից ալբոմ, որ հիմա իրանք նկարեն, արժեր 2 եվրո եւ մեջը 20 հատ թուղթ այնուհետև մտա տակո։ Հեսա դες կասեմ ինչքան եմ ծախսել այդ տակոյում, այսինքն կտեսնեք։ Ուրեմն վերցրեցի այսպիսի բլուզ, այսպիսի։ Զեղչով արժեր 4 եվրո 99 ցենտ, շատ դուրս եկավ այս ամեն ինչը, այս փոքրիկի համար եմ վերցրել։ Այս մեկ։ Այնուհետև վերցրել եմ 2 հատ այս նույնից ստիչով, սրան վճարել եմ եւս 4 եվրո 99 ցենտ, ընկերներ։ Սա արդեն ձմեռային կոլեկցիան է, բայց ես հիմիկվայից առնում եմ, ինչ որ տեսնում զեղչով առնում եմ, որտեղ գիտեք, դպրոցում այս ամենը տևում է մի շաբաթ, այնպես լաքաներով գալի, ես ոչ մի կերպ մաքրել չեմ կարող, ժողովուրդ, ես ուղղակի դնեմ նետում, ցավալի է, բայց ես չեմ կարող մաքրեմ ընկերներ։ Այս մեկ, այս է փոքրի համար, երկուսի համար նույնից վերցրեցի, որ չվիճեն ընկերներ, այսպես, մեկ երկու, այս ռանց վերցրեցի, ինձ թվում է իրանք շատ ուրախանալ եւ գույնի եւ բանի համար, շուտով կսկսեն դպրոցները սեպտեմբերի 15-ին, այս ամենը կգնա կծառայի իր նպատակին ընկերներ ջան, այսպես, սա իմ գնումներն էր, արժեքները արդեն տեսակ, եւ հիմա կփորձեմ իջնեմ ներքև տեղադրեմ սրանք, մի քիչ ավելի ուշ տեսնենք ինչ կստացվի։
ընկերներ, գնացել էի խանութ, արդեն տեսակ գնումներ էի կատարել, որոշեցի գներեմ նաև այս սալորից, ու ուզում եմ մի հատ թեթև սալորով խմորեր եմ պատրաստեմ, ինձ պետք է 3 հատ ձու, բավականին հեշտ և արագ մի բան, բայց սուրճի հետ ինձ թվում է հարմար է և հույսով եմ երեխաները կուտեն, ինչը շատ դժվար է մեր տանը։ 3 հատ ձուն, հարում եմ 160 գրամ շաքարավազի հետ։ Ժողովուրդ այստեղ շոքը չի վերջանում, ցավալի է, բայց մեզ մոտ շոքը դեռ անհույս է, 40 աստիճան է։ Ես նույնիսկ չեմ պատկերացնում, ինչ-որ մեկը եթե գալու է այստեղ տուրիստ, ոնց հա դիմակայելու այս ամենին, ճիշտը որ ասեմ, ես իսկապես չեմ պատկերացնում։ Շատ ծանր վիճակ է այստեղ ժողովուրդ, շատ բավականին ծանր անկերներ, դիմանալու չի։ Այստեղ ավելացնում եմ 60 գրամ արևածաղկի ձեթ, շատ երկար չեմ հարել ճիշտն ասած, այնքան որ խառնվեն իրար, հա։ Այստեղ ունեմ 50 միլիգրամ կաթ, այստեղ ունեմ 300 գրամ ալուր, ոչ ամբողջը միանգամից, հա, կամաց ավելացնում եմ այս իմ զանգվածը։ Աշխատում եմ, որ գնդիկներ չմնան։ Եթե ցանկանաք վանիլ կամ եթե ցանկանում եք ավելացնել օրինակ դարչին ըստ ձեր նախասիրությունների, կարող եք ավելացնել։ Ես դեռ մտածում եմ ավելացնեմ, թե ոչ, որտեղ իմ երեխաները չգիտեմ կուտեն, թե ոչ, ընկերներ։ Մի քիչ բարդ է։ Այսպես մի քիչ ջրիկոտ խմոր է ստացվում։ Ավելացնում եմ ինձ մոտ 16 գրամ փխրեցուցիչ, հա։ Այս ամենը խառնում եմ, փորձում եմ լավ հարեմ, փորձում եմ կտրատել իմ սալորները, ընկերներ, այսպիսին են։ Ես այստեղ ունեմ այսպիսի կտրտած նուշ, ես ուզում եմ ուղղակի այսենց վրայից ավելացնեմ, իմ կարծիքով շատ համահունչ կլինեն իրար հետ, ուղարկելու եմ հիմա ջեռոցը 190 աստիճանի տակ, մոտ 25-30 րոպեով, իհարկե փայտիկով կստուգեմ։ Թողնենք թող սառի մի փոքր, այնուհետև կտեղափոխեմ։